Արթունենք շարժման ազգային ժողովի բոլոր պատգամավորները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Նրանք իրենց պահանջը պատգամավորներին փոխանցել են անհատական նամակներով, որ խելամիտ ժամկետում 10 օրվա ընթացքում ազգային ժողովին իմպիչմենտ ներկայացնելու նախագիծ մշակեն։ Շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը լրագրողներին ասաց, որ 107 նամակ են հանձնում 107 պատգամավորի, ակնկալելով անհատական պատասխան։ Նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը նշեց, որ իրենք այս նախաձեռնությամբ կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից հարցը բերել են անհատական պատասխանատվության դաշտ։ Մայլյանի խոսքով այս պահի դրությամբ իմպիչմենտին դեմ է երկու մարդ, մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա այդ տեսանկյունից որ նայես ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի, բայց իմ կարծիքով բոլոր նախաձեռնություններն էլ իմաստ ունեն։ Այսինքն ոչ թե պետքա հաշտվել այս իրողության հետ, ասել իրանք այդպիսին են, իրանք այդպես են, իրանք տենց կանեն։ Ոչ, իրանք սովորական պատգամավոր են, հանրային ծառայ, որ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Եվ մենք որպես հասարակություն այդ պահանջը իրանցից ներկայացնել։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները ոչ թե թիրախավորված են մեր կողմից, այլ իրանցից մեր լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պետքա սկսեն այդ գործընթացը, ավելի մեծ է, պայմանավորված իրենցից տված խոստումները, որովհետև իրենք ընտրվելուց խոստացել են, որ այդ գործընթացը պիտի անեն։ Դրա համար իրենցից մեր ակնկալիքներն ավելի շատ է, քան եթե կա այդպես քաղաքական որոշում, որ բոլոր պատգամավորները եւ պատգամավորների թիվը 107-ից իշնի, այսինքն 101-ից պակաս լինի, դա կարծում եմ խելամիտ որոշում կլինի, որովհետև դրանով ըստ էության մենք այլևս պարլամենտ չենք ունենա, իսկ եթե խորհրդանական երկրում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինել նաև կառավարություն։ Այսինքն ըստ էության դա կլինի կառավարությանը ոչ լեգիտիմ։ Մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ հայեղափոխական դաշնակցության հետ որպես քաղաքական կուսակցություն զուտ սրանք սրանք այսպես ասած կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն կամ միգուցե իրանք ասեն չեք միանում առաջի գիշերվա իրավունքը վարչապետի թեկնածուի պատկանում է պատգամավորներին մեծառումով ընդդիմադիր պատգամավորներից մեր ակնկալիքները շատ ավելի կոնկրետ են, չէ՞, որտեղ իրանք 21 թվին եկան մեզ ասեցին մեզ ձայն տվեք, մենք գալիս ենք Նիկոլ Փաշինյանին հանենք։ Հիմա ձայն ենք տվել, ես անձամբ քվեարկել եմ, քարոզել եմ, ձայն եմ տվել ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Հիմա եկել եմ ասում եմ, ընկեր 4 տարի անց է, դու մենակ մի բան կարող էիր անել, մի բան, ուրիշ բան չէր կարող պատգամավորել։ Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, մինչև հիմա չես արել։ Լավ, թողում եք մի կողմ մինչև հիմա չես արել, բա հիմա ինչի չես անում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկինապատեղեկատվություն է տարածել Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու պնդումը։ Ըստ Բաքվի ապրիլի 28-ի ժամը 00:25-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Ճամբարակի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից փոքր դրամաչափի զենքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի վրա։ Պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցրել է Երևանի առաջարկը ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այս առաջարկը մինչ օրս անպատասխան է թողել։ Պաշտոնական այցով Էստոնիայում է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա նախ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Թալինում վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ նրանք անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը Հայաստանի կառավարության տարածաշրջանում երկարատև խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին։ Նաեւ Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում նշված է հաղորդագրությունում։ Ալար Կարիսը ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 28-ին Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին, խոսել Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն ուղղված Հարավային Կովկասում կայուն եւ հարատև խաղաղություն հաստատելուն։ Պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը եւ դրա բազմազանեցման կարևորությանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Բաքու մեհերգործակալության փոխանցմամբ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փեզեշքյանին ուղեկցում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Բաքու մեկնելուց առաջ Իրանի նախագահը հայտարարել էր, որ կան համապատասխան հիմքեր երկու երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու համար։ Նաև քննարկելու են Իրանի եւ Ադրբեջանի միջև երթևեկությունը հեշտացնող միջանցքների զարգացումը։ Իրանի նախագահն ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մասն է։ Ադրբեջան մեկնելուց առաջ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական AS TV հեռուստաընկերությանը։ Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին Փեզեշքյանն ասել է. Իրանն ու Ադրբեջանը ազգականներ են, կարող են միավորվել եւ միասին աշխատել իրենց երկրների միջև ամուր կապեր կառուցելու համար։ Լրագրողի հարցերին, թե ինչ դեր եւ դիրքորոշում ունի Իրանն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում, որը ներկայումս դանդաղ է ընթանում, ինչ աջակցություն կարող է Իրանը պաշտոնապես տրամադրել այս գործընթացն առաջ մղելու համար, նաև ինչպիսին է նախագահի մոտեցումը տարածաշրջանում անվտանգության ապահովման կայունության հաստատման եւ այս ոլորտում անհրաժեշտ համագործակցության հարցում Փեզեշքյանը պատասխանել է. Ցանկացած քայլի համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր բավարարվի իր սահմաններով եւ տարածքային նկրտումներ չունենա մյուսի նկատմամբ։ Տարաձայնությունները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուս կողմին պատկանող հողը կամ ինչ-որ տարածք։ Մեր սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է երկրների ինքնիշխանությունը, իրավունքները եւ տարածքային ամբողջականությունը հարգելը։ Մենք այս սկզբունքին հետևել ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի այլ երկրների հետ մեր հարաբերություններում։ Հույս ունենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները կլուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակում։ Տարաձայնություններն ու խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերը չեն բավարարվում իրենց օրինական իրավունքներով։ Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանի իրավունքներին եւ բնականաբար կաջակցենք նաեւ Հայաստանին այդ երկրի օրինական իրավունքների շրջանակում։ Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում ըստ Փեզեշքյանի, երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական եւ առևտրային հարաբերություններ հաստատվեն հաշվի առնելով կողմերի իրավունքները։ Պատասխանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, Իրանի նախագահը ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը եւ հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը։ Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ կա պայմանավորվածություն, հավելել է Փեզեշքյանը։ Իրանի նախագահի Ադրբեջան այցին է անդրադարձել իրանագետ Վարդան Ոսկանյանը, ըստ նրա գրեթե ոչինչ չի փոխելու երկկողմ խնդիրների այն բարդ հանգույցում, որոնք ըստ էության բազմաթիվ կետերում անլուծելի են։ Իրանագետը մասնավորապես նշել է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձելու է այցը լիուլի օգտագործել նաև հակահայկական նպատակներով։ Ըստ այդմ պետք է նկատի ունենալ, որ Իրանի դիրքորոշումներում որևէ դեպքում չի կարող լինել փոփոխություն կամ մեղմացում, այսպես կոչված թուրանական միջանցքի։ Բաքվում այն հորդորում են Զանգեզուրյան միջանցք Օրինովի անվանումով, որովհետև դա ուղղակիորեն հակասում է Թեհրանի կենսական շահերին։ Իրանը որևէ այլ հակահայկական հարցերով չի կարող պայմանավորվել Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, քանի որ դա նույնպես չի բխում Թեհրանի շահերից։ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից արդեն իր շրջանառության մեջ դրված կեղծ թեզը, թե իբր հայկական կողմից թուրանական միջանցքի չտրամադրման դեպքում Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով, զուտ ճնշման պրիմիտիվ գործիք է Հայաստանի վրա, քանի որ այդ հաղորդակցությունը ԽՍՀՄ փլուզումից ի վեր եղել է հենց Իրանի տարածքով, բնականաբար իրանական լիակատար վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սահմանափակումների ներքո։ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդարաբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ապրիլի 28-ը Իրանում հայտարարվել է ազգային սգո օր։ Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեհ Մոհաջերյանին հայտարարել է միջադեպի հատուկ հետաքննության եւ նախագահի Բանդարաբաս այցելության մասին։ Իրանի իշխանությունների տվյալներով պայթյունի պատճառը դեռևս անհայտ է եւ դժբախտ պատահարի անգամակները պարզվում են։ Զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորներին անցել է 1000-ը։ Ծանր պայթյունից հետո միջազգային եւ
տարածաշրջանային պաշտոնյաները ցավակցական ուղերձներ են հղել Իրանին։ Արդեն երրորդ օրն է չի հաջողվում մարել Բանդարաբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստի պայթյունից առաջացած խոշոր հրդեհը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Իլյուշին ինքնաթիռները յուրաքանչյուր թռիչքի ընթացքում մոտ 40 տոննա ջուր եւ հրդեհաշիջող նյութեր են նետում կրակի վրա։ Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը Միխայիլ Կավելաշվիլի այցը նախատեսվում է ապրիլի 28-ից 29-ը։ Ըստ Վրաստանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության այցի շրջանակում նա առանձնազրույց կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում կանցկացվի, որից հետո նրանք համատեղ հայտարարություն կտարածեն։ Կավելաշվիլին կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։ Հիշեցնենք, որ ընդամենը 11 օր առաջ Վրաստանի նախագահը Ադրբեջանում էր։ Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է ռուսական զորքեր ուղարկելը ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակում, հայտնել է երկրի կենտրոնական ռազմական հանձնաժողովը։ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հիմնվելով ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության եւ գնահատման վրա եկել է այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակը համապատասխանում է Փենյանի եւ Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի 4-րդ հոդվածին եւ դրա հիման վրա որոշում է կայացրել իր զինված ուժերը ուղարկել ռազմական գործողություններին մասնակցելու, այդ մասին տեղեկացնելով ռուսական կողմին, ասվում է հայտարարության մեջ։ Կիմ Չեն Ընը զորքերի ուղարկումը համարել է սրբազան առաքելություն երկու երկրների միջև բարեկամությունն ու միասնությունը ամրապնդելու, դրանց զարգացումն ու բարգավաճումն ապահովելու, նաև իր պետության պատիվը պաշտպանելու համար։ Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ մարդասիրական նկատառումներից ելնելով հաղթանակի 80-ամյակի օրերին մայիսի 7-ից 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-ից 11-ի կեսգիշերը ռուսական կողմը պահպանելու է հրադադար։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական գործողությունները կասեցվելու են։ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին։ Ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Ռուսաստանի զինված ուժերը կտան համարժեք եւ արդյունավետ պատասխան։ Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան կոնկլավի նախապատրաստական աշխատանքները սկսելու համար, որի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից կաթոլիկ կարդինալները պետք է նոր պապ ընտրեն։ Ընտրությունը տեղի ունենում վաղուց հաստատված կարգով, կարդինալները հավաքվում են հատուկ սրահում, որի դռները դրսից են փակվում։ Մեկ օրվա ընթացքում կարող է լինել միայն երկու քվեարկություն՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովապետ ընտրելու համար, տեխնացու կարդինալը պետք է ստանա կոնկլավի անդամների առնվազն 2/3 քվեները։ Ընտրական փուլում օգտագործված քվեաթերթիկներին ավելացնում են հատուկ նյութ, որն այրվելուց սպիտակ կամ սև ծուխ է արձակում, եւ եթե Սիքստինյան մատուրի տանիքին տեղադրված ծխնելույզից սև ծուխ է բարձրանում, ապա պապը դեռ չի ընտրվել եւ քվեարկությունը կշարունակվի։ Սպիտակ ծուխն էլ կազդարի, որ մոլորակի 1 միլիարդ 400 միլիոն կաթոլիկներն ունեն նոր առաջնորդ։ Հռոմի նոր պապին ընտրելու համար կարդինալների հավաքը տեղի է ունենալու մայիսի 7-ին։